Հազարավոր ամերիկացիներ պահանջել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին, բարոնը զորակոչվի բանակ, Իրանում տեղակայվելու համար, հաղորդում է գերմանական Bild թերթը, հղում անելով համանուն կայքին։ Սոցիալական ցանցերում աջակցության հետ մեկտեղ զայրույթ է բռնկվում ԱՄՆ նախագահի գործողությունների եւ նույնիսկ իրանց համակային զորքեր ուղարկելու նրա ծրագրերի նկատմամբ։ Հազարավոր մարդիկ պահանջում են, որ Թրամփի կրտսեր որդին, բարոնը զորակոչվի բանակ, նշվում է հոդվածում։ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը Սպահան նահանգում օդային եւ հրթիռային հարձակման են ենթարկել մանրէազերծման համար նախատեսված գամմա-ճառագայթման օբյեկտը։ Գամմա-ճառագայթման օբյեկտը սարքավորում է, որտեղ գամմա-ճառագայթումը օգտագործվում է բժշկական պարագաների, սարքավորումների եւ տարբեր նյութերի մանրէազերծման համար։ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացում է տարածել երկրի քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններից դուրս գտնվող մի շարք երկրներ ուղևորությունների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է իսրայելական լրատվական գործակալությունը, Իսրայելի քաղաքացիներին մասնավորապես խորհուրդ է տրվում զերծ մնալ դեպի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան ուղևորություններից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ նախկին հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդուն Մոջթաբա Խամենեին գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրությունը ներկայացնում է բոլոր իրանցիների կամքը։ Նա այս գնահատականը տվել է երկրի նոր առաջնորդին ուղղված նամակում։ Ձեր ընտրությունը այս պաշտոնում Իսլամական Հանրապետության ողջ ժողովրդի կամքի արտահայտությունն է եւ նրա միասնության նշանը։ Ես կասկած չունեմ, որ ձեր իմաստուն ղեկավարության ներքո մենք կարողանանք լուծել բոլոր առկա խնդիրները, ընդգծել է Փեզեշքյանը։ Միացյալ Արաբական Էմիրությունները առաջին անգամ հարվածել են Իրանի տարածքին, պնդում է իսրայելական Ynet հրատարակությունը։ Թիրախը եղել է ջրի աղազերծման գործարանը։ Իսրայելում կարծում են, որ առայժմ խոսքը իրանական ռեժիմին ուղղված ազդանշանի մասին է, սակայն եթե Իրանի հարձակումները տարածաշրջանի երկրների նկատմամբ ուժ գնանան, ամեն կարող է միանալ Թեհրանի դեմ ռազմական արշավին։ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Իրանում աղազերծման գործարանի վրա հարձակման մասին հայտնել է նաև Jerusalem Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Իրանը պատրաստ է ռազմական հակահարված տալ Միացյալ Նահանգների կողմից ցամաքային ներխուժմանը։ NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Մենք ներկայումս բավականին մարտունակ ենք։ Մենք ունենք շատ քաջարի զինվորներ, որոնք պատրաստ են կռվել մեր հողը ներխուժող ցանկացած թշնամու դեմ, ասել է արտաքին գործերի նախարարը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից ցամաքային ներխուժման դեպքում Իրանի ինքնապաշտպանության կարողության մասին հարցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա երկար մնալ իշխանության ղեկին առանց սպիտակ տան հավանության։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է իրավիճակին։ Նրան անհրաժեշտ է լինելու մեր համաձայնությունը, եթե նա դա չանի, երկար չի կարողանա մնալ իշխանության գլխին, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ չի ուզում, որ նմանատիպ իրավիճակը կրկնվի ապագայում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս անակնկալներ ունի Իրանի ներկայիս քաղաքական համակարգը խաթարելու համար։ Մենք անակնկալներ ենք պատրաստել ռեժիմը խաթարելու համար։ Մենք ստեղծում ենք պայմաններ, որոնք թույլ կտան Իրանի ժողովրդին որոշել իր ապագան, հայտարարել է Նեթանյահուն։ Իրանը որևէ խնդիր չունի Ադրբեջանի հետ, բայց եթե այնտեղից ինչ-որ բան թռչի Իրան, Թեհրանը միջոցներ կձեռնարկի, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե բացահայտվի դավադրություն կամ եթե այնտեղից ինչ-որ բան թռչի Իրան, մենք միջոցներ կձեռնարկենք, ասել է Լարիջանին։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հավատարմության երդման արարողությունը տեղի կունենա մարտի 9-ին Թեհրանում, հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը։ Արարողակարգային միջոցառումները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 15:00-ին, Երևանի ժամանակով ժամը 15:30-ին, Իրանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Էնգելաբ հրապարակում։ Այսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կմեկնի ռուսական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացք, որը կանցնի Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գնացքը բաղկացած է 7 վագոնից, հացահատիկի ընդհանուր քաշը 488 տոննա է։ Կազմը կանցնի Բյույուք-Քյասիկ կայարանով, որից հետո կհատի Վրաստանի հետ սահմանը եւ ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։
Նախորդ նման բեռնափոխադրումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին 8 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 560 տոննա ռուսական հացահատիկ, տարանցիկ ուղևորվել էր Ադրբեջանից դեպի Հայաստան։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը ազգային ժողովի նախկին падգամավոր Հենրիկ Աբրահամյանը մարտի 9-ին ժամը 14:30-ին հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու հայտարարագիր ներկայացնելու համար։ Հաղորդագրության մեջ ասվում է. ղեկավարվելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով ծանոթում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Դուք իրավունք ունեք սույն ծանոթագիրը ստանալու պահից 1 ամսվա ընթացքում ներկայանալ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր, նշված է ազդարար հարթակում։ Դատախազություն են հրավիրվել նաև Հենրիկ Աբրահամյանի կինը Ռուզաննա Հովսեփյանը, նրանց որդին Հովհաննես Աբրահամյանը եւ այլ փոխկապակցված անձինք։ Ազգային ժողովի կին падգամավորներն ու աշխատակիցները կանանց միջազգային տոնի առթիվ պարգևավճարներ են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք ազգային ժողովի կայքից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ մարտի 8-ի առթիվ խորհրդարանի կին падգամավորներն ու կին աշխատողները պարգևատրվել են 70,000 դրամի չափով։ Ղեկավարվելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով կարգադրում է ազգային ժողովի կին падգամավորներին եւ կին աշխատողներին պարգևատրել 70,000 դրամի չափով համաձայն հավելվածի։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը, ասված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում։ Միացյալ Նահանգները Իրանի դեմ օգտագործել է երրորդ համաշխարհային պատերազմի համար պահված զենքի պաշարները, հայտարարել է Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի խոսնակ գեներալ Ադոլֆ Ֆազլ Շեկարչին։ Ամերիկացիները փորձարկել են իրենց բոլոր զենքերը եւ նույնիսկ պահեստից հանել են երրորդ համաշխարհային պատերազմի համար պահված զենքերը եւ այժմ դրանք օգտագործում են մեր դեմ, ասել է նա։ Վերջինիս խոսքով սա ԱՄՆ-ին խոցելի է դարձնում մեկ այլ երկրի հետ հնարավոր հակամարտության դեպքում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի վրա հարձակման մասին հաղորդագրությունները որակել է որպես ասեկոսեներ, հաղորդում է Փեզեշքյանի գրասենյակը։ Իրանը չի պլանավորել եւ չի պլանավորում հարձակվել իր հարևանների վրա։ Մենք ձգտում ենք միայն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, հայտնել է գրասենյակը։ Ամերիկյան եւ իսրայելական ուժերը հարվածում են Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին վտանգավոր մոտ, վնասելով այն, հաղորդում է CNN News-ը, հիմնվելով արբանյակային պատկերների վերլուծության վրա։ Թեհրանում Իրանի պետական ԻԼԻՊ հեռարձակողի շենքի վրա հարվածը հասցվել է 900 կիլոգրամանոց ռումբով, որի բեկորները մահացու վտանգ են ներկայացնում ավելի քան 300 մետր հեռավորության վրա։ Պայթյունի խառնարանը գտնվում է Գանդիի հիվանդանոցից ընդամենը 30 մետր հեռավորության վրա։ Ավելին հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները ամբողջությամբ ոչնչացրել են ոստիկանական բաժանմունքի համալիրը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի միջոցով հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տանկերին։ Այսօր առավոտյան տանկերը անտեսելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից Հորմուզի նեղուցի փակման եւ Հորմուզի նեղուցի անապահովության վերաբերյալ բազմիցս նախազգուշացումները հարձակման է ենթարկվել կամիկադզե անօդաչու թռչող սարքի միջոցով, ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում եւ Իսրայելի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումների։ Ադրբեջանական կողմը ավարտել է Թավրիզում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցների տարհանումը։ Թեհրանում մնում են մի քանի ադրբեջանցի դիվանագետներ, հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։ Ուրբաթ երեկոյան Իրանից տարհանվել է 11 ադրբեջանցի դիվանագետ։ Ավարտվել է Թավրիզում գտնվող Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների տարհանումը։ Թեհրանում դեռևս մնում են մի քանի ադրբեջանցի դիվանագետներ, հայտնել է սահմանապահ ծառայությունը։
ԱՄՆ-ն մտադիր է Մերձավոր Արևելքի հակամարտության գոտի ուղարկել Ջորջ Բուշ ավիակիրը։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Երրորդ ավիակիրը ավարտել է Հյուսիսային Կարոլինայի հատերասի հրվանդանի մոտ անցկացվող զորավարժությունները։ Այն պատրաստվում է հատել Ատլանտյան օվկիանոսը եւ միանալ Իրանի դեմ պատերազմին, հայտնել է թղթակից Լուկաս Թոմլինսոնը։ Հաղորդվում է, որ ֆլագմանային նավը կուղարկվի Արևելյան միջերկրական ծով։ Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանում եւ Սպահանում ենթակառուցվածքային թիրախների դեմ նոր ավիահարվածներ են հասցրել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ուժերի մամուլի քարտուղարությունը։ Իսրայելի ուժերը Թեհրանում եւ Սպահանում Իրանի ռեժիմի ենթակառուցվածքների դեմ խոշոր հարվածներ են հասցրել, ասվում է հաղորդագրության մեջ։ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել Մերձավոր Արևելքում եւ Իսրայելում գտնվող ամերիկյան թիրախներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Ադոլֆ Ֆազլ Շեկարչին։ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի վրա հարձակումները կշարունակվեն։ Երկրները, որոնք մինչ օրս ԱՄՆ-ին եւ Իսրայելին չեն տրամադրել իրենց տարածքն ու հնարավորությունները, մեր հարձակումների թիրախ չեն եղել եւ հիմա էլ չեն, ասել է Շեկարչին։ Ոչ արևմտյան Ադրբեջանին ժողովրդական շարժումը երեկ կազմակերպել էր կոնֆերանս «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղություն թե արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի առաջ կանգնած քաղաքական եւ ռազմական մարտահրավերներին, ինչպես նաեւ հնարավոր խաղաղության մոդելներին։ Ոչ արևմտյան Ադրբեջանի շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցն իր խոսքում նշում է. 2026 թվականի ընտրությունների նախաշեմին փաստացի հարցականի տակ է դրված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ 2026 թվին կոնի վրա դրված է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, եթե Աստված մի արածե, այս իշխանությունը վերարտադրվի։ Հետևաբար, ընտրական գործընթացի ընթացքում ոչ թե պատերազմ, խաղաղություն, կեղծ երկընտրանքն է օրակարգում, այլ քննարկման թեմա պիտի դառնա խաղաղության մոդելների ընտրության հարցը։ Այն մոդելը խաղաղության, եթե դա կարելի է ընդհանրապես խաղաղության մոդել անվանել, որը որդեգրվել է Փաշինյանի կողմից։ Ոչ արևմտյան Ադրբեջանին շարժման նախաձեռնած խաղաղության մոդելներ, երաշխավորված խաղաղություն թե արևմտյան Ադրբեջան թեմայով կոնֆերանսի ժամանակ ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը հայտարարել է, այն ինչ այսօր Ադրբեջանը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից, ունի գոյութենական նշանակություն մեր պետականության եւ մեր ժողովրդի համար։ Այնինչ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի օրվա իշխանություններից, դա մեր պետականության եւ մեր ժողովրդի համար գոյութենական է։ Մենք թե ավելի առկայացնենք, ինչ ասել է արևմտյան Ադրբեջան։ Եթե մինչ այդ խոսույթը 300,000 իբր փախստականների վերադարձն են, որոնք ըստ Ադրբեջանի նախագահի դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից 88-91 թվականներին, որ իրականություն չէ համապատասխանում, որովհետև 85 թվականի ժողովրդագրական վիճակով մոտ 100-110,000 ադրբեջանցի ապրում Հայաստանի Հանրապետությունում։ Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է Fly Dubai ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված 4 քաղաքացի։ ԱԳՆ-ն կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ, նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին։ Մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության եւ Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների եւ դեսպանություն դիմաց ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը։ Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների, Լառնակայի օդանավակայանից Երևան կամ Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկ տարկող թռիչքները եւս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք, նշել են արտաքին գործերի նախարարությունից։
Իրանի նախագահի ուղերձն այս երկրի հարևան պետություններին ընդամենը մի բանի մասին է խոսում։ Այս մասին ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա մասնավորապես նշել է. Իրանը ներողամտություն է հայցում հարևան այդ երկրների տարածքին հարվածներ հասցնելու համար, սակայն այդ հարվածները կդադարեն, եթե նույն այդ տարածքներից Իրանի վրա հարձակումներ չլինեն։ Սա նշանակում է թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը եւ Իրանը չի հարվածի ձեզ, նշել է իրանագետը։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու համար։ Մարտի 6-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ մեղադրական վերդիկտ է կայացրել։ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Այն է գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով։ 290-րդ հոդվածի առաջին մասով այն է խուլիգանությունը եւ 308-րդ հոդվածի առաջին մասով ահաբեկչությունը։ Մեկ անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Էդիտ Աղգզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Սպառնացել է, եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։ Այս մասին գրել է Հրապարակ թերթը եւ մանրամասնել։ Նախարարությունից ըստ լուրերի պաշտոնական պատճառաբանությունը եղել է, իբրև թե Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։ Հրապարակ թերթի տեղեկություններով տնօրենը որոշել է չդիմադրել եւ դիմումը գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է, տնօրենից պահանջել են չշտապել եւ իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու է քերթական անգամ տնօրեն փոխում թանգարան ինստիտուտում։ Սպանվել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավար Ալի Ազղար Հեջազին, հաղորդում է Sky News-ը։ Իսրայելական լրատվամիջոցները նախկինում հայտնել են, որ նա Իսրայելի բանակի հարվածի թիրախ է դարձել։ Ռուսաստանը Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում հարձակումների համար։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը։ Փետրվարի 28-ից ի վեր Մոսկվան Թեհրանին տեղեկություն է տրամադրել մի քանի ամերիկյան ռազմական օբյեկտների, այդ թվում նավերի եւ ինքնաթիռների գտնվելու վայրերի մասին։ Թերթին հայտնել են 3 աղբյուրներ։ Դա կարծես բավականին լայնածավալ գործողություն է, նշել է նրանցից մեկը։ Հրթիռային թիրախավորման հարցում օգնության ծավալը դեռևս լիովին հստակեցված չէ։ Հաղորդում է Washington Post-ը։ Իրանի ռազմական գործողությունների սկսելուց ի վեր վայրերը նույնականացնելու նրա կարողությունը նվազել է, պարզաբանում է հրատարակությունը։ Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը չի արձագանքել պարբերականի մեկնաբանության խնդրանքին։ Մոսկվան պաշտոնապես կոչ է արել դադարեցնել պատերազմը, որը նա անվանել է զինված ագրեսիայի չհրահրված ակտ։ Սակայն փաստացի Մոսկվան անուղղակիորեն մասնակցում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմին, նշել է հրատարակությունը։ Իրանը զգուշացրել է եվրոպական երկրներին, որ նրանք կարող են դառնալ օրինական թիրախներ, եթե աջակցեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիային։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։ Մենք արդեն տեղեկացրել ենք եվրոպացիներին եւ մյուսներին, որ նրանք պետք է զգույշ լինեն եւ չներգրավեն Իրանի դեմ այս ագրեսիվ պատերազմի մեջ։ Եթե նրանք աջակցեն դրան, չեմ ուզում կոնկրետ երկրներ անվանել, բայց եթե որևէ երկիր միանա ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիային Իրանի դեմ, այն անպայման կդառնա նաև Իրանի հակահարվածի օրինական թիրախ, հայտարարել է փոխարտգործնախարարը։ Իրանը հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի մերձակայքում գտնվող Արքայազն Սուլթանի ռազմաօդային բազային։ Այս մասին հայտնում է Ֆարս գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների տվյալներով բազայի տարածքում գրանցվել է առնվազն 5 պայթյուն։ Հաղորդվում է, որ հարվածը կարող էր հասցվել անօդաչու թռչող սարքով կամ հրթիռով։ Նշվում է, որ այդ ռազմաբազայում տեղակայված են նաև ամերիկյան զինվորականներ։ Իսրայելում Իրանի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացվող ռազմական գործողության ընթացքը գնահատել են որպես էպիկական։ Այս մասին հայտնում է Times of Israel պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին։ Անանուն իսրայելցի պաշտոնյայի խոսքով գործողությունը ընթանում է ավելի հաջող, քան սպասվում էր։ Նրա գնահատմամբ իրականացված հարվածների մասշտաբը եւ գործողությունների բարձր մակարդակի համակարգումը թույլ են տվել արագ հասնել զգալի արդյունքների։ Պաշտոնյան նշել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, սակայն արդեն ձեռք բերված արդյունքները տպավորիչ են։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ձեր պլանան, որը նպատակ ուներ արագ եւ անցավ ռազմական հաղթանակի հասնել, ձախողվել է։ Պարոն նախագահ, ձեր պլան B-ն ավելի ջախջախիչ պարտություն կլինի, հայտարարել է նախարարը։ Իսրայելի պետական հեռարձակող Կանը պնդում է, հրեական պետությունը հույս ունի, որ Ադրբեջանը կմիանա Իրանի դեմ հարվածներին։ Իր աղբյուրների տեղեկություններով Իսրայելը կարծում է, որ Ադրբեջանը նույնպես կհարձակվի եւ կմիանա Իրանի դեմ հարձակվող կոալիցիային։ Վերջինս լրացուցիչ մանրամասներ չի հաղորդել, միայն ենթադրելով, թե հնարավոր է, որ ավելի շատ երկրներ միանան Իրանի եւ տարածաշրջանում նրա շահերի դեմ գործողություններին։ Քուվեյթում գտնվող ամերիկյան Ալի Սալեմ ավիաբազան, որը հարված է ստացել իրանական հրթիռներից, չունի հրդեհը մարելու համար անհրաժեշտ միջոցներ։ Տեղացի կապալառուները լքել են բազան, ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակումների բարձր ռիսկի պատճառով, հայտնել է Իրանի ԻՀՊԿ-ն։ Հարվածի հետևանքով վնասվել են վառելիքի պահեստ եւ ռազմական տեխնիկայի պահեստներ։ Արկը հարվածել է վառելիքի բաքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը տարածվել է այլ շենքերի վրա։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կորցրել է իր հիմնական խաղաքարտը՝ Արևմուտքի ուշադրությունն ու աջակցությունը։ Այս մասին հայտարարել է քաղաքական վերլուծաբան ամերիկագետ Պավել Դուբրավսկին։ Փորձագետի խոսքով Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը ստիպել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրներին իրենց ուշադրությունը տեղափոխել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Արդյունքում Վաշինգտոնը այժմ կենտրոնանում է սեփական եւ Իսրայելի ռազմական պաշարների պահպանման վրա, իսկ Ուկրաինային զենքի մատակարարումները կարող են ժամանակավորապես նվազել։ Վերջինիս գնահատմամբ, այս պայմաններում ուկրաինական ճգնաժամը երկրորդ պլան է մղվել միջազգային օրակարգում։ Եթե 2022-23 թվականներին արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ուկրաինան էր, ապա այժմ հիմնական ուշադրությունը ուղղված է Իրանի շուրջ զարգացումներին։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել Qatar Airways-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովել է կեցության սնունդի բոլոր պայմանները։ Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել, համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։ Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։ Կատարի տարածքում է գտնվում եւս 3 քաղաքացի, ում պարագայում եւս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։ Qatar Airways ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 2 տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնցից մեծ մասի հետ դեսպանությունը մշտապես կապի մեջ է։ Նշվում է, որ մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ կազմակերպելու հնարավորության մասին։ Այդ նախաձեռնության վերաբերյալ դեսպանությունը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետևանքում Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացիներին։ Այս պահի դրությամբ նրանցից արձագանքել են 4 սահ տեղեկացնելով, որ դեռ նախընտրում են մնալ Իսրայելում եւ սպասել Բեն-Գուրիոն օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։ Իսրայելի տարբեր համալսարաններում եւ ավագ դպրոցներում ուսանում են 1 տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել։ Վիետնամում ՀՀ դեսպանությունը համատեղության կարգով նաև Լաոսում, Կամբոջայում եւ Ֆիլիպիններում տեղեկացնում է, որ այս պահին այնտեղ է գտնվում ՀՀ 12 քաղաքացի։ 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին, Գուանջոու, Ալմատի, Թբիլիսի թռիչքով, այնուհետև Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։ 7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին, Ուրումչի, Երևան երթուղով։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է անձը փորձում հրկիզել ազգային անվտանգության ծառայության շենքը։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին։ Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել մարտի 1-ի գործով մեղադրյալներ 2008 թվականին Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակագետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերի Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Ազատության հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը եւ նշված հրապարակում հավաքների անցկացումը խոչընդոտելու նպատակով
Մինչև 2008 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ակնհայտ ապօրինի հրամանով մարտի 1-ին ժամը 0:30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները, այդ թվում Երևան քաղաքի վարչության պարեկապահակագետային գնդի ծառայողները, գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերի Օսիպյանի, պարեկապահակագետային գնդի վաշտի հրամանատարների, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի կազմակերպմամբ եւ հրամանով ոստիկանության մասին օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից բռնության ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ ծրել են նստացույցը Ազատության հրապարակից հարկադրաբար հեռացնելով, այդ թվում գիշերելու համար տեղադրված վրաններում քնած հարյուրավոր խաղաղ ցուցարարներին։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք, այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Նաև նշվում է, իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է 6 ՀՀ քաղաքացի, տեսփանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։ Մինչև Տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի 2 ուսանողները համալսարանի կողմից ապահովել են կացարանով։ Այսօր առավոտյան Ճապոնիա-Տաշքենտ Վրաստան, Հայաստան եւ Ճապոնիա-Տաշքենտ Ղազախստան-Ռուսաստան ուղիներով մեկնել են Տոկիոյից։ Մյուս 4 անձը, որոնց թվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2 անդամներ արդեն իսկ Երևանում են, վերադարձել են Ճապոնիա, Չինաստան, Վրաստան, Հայաստան չվերթով։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։ Երկու ստեկ կարևորվել է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատումը։ Արաբկիրում առավոտյան կրակոցներ են հնչել ու կա 1 վիրավոր։ Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ վնասազերծել են հանցագործությունը կատարողին։ Վերջինս ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Իսրայելի ղեկավարները սպասում են, որ Սաուդյան Արաբիան կհարվածի Իրանի տարածքին, սակայն Էրիադը հետաձգում է գործողությանը միանալը Թեհրանի հնարավոր պատասխան գործողությունների պատճառով։ Ըստ կան պետական հեռարձակող Գիլի Քոհենի, հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։ Իսրայելը սպասում է, որ Սաուդյան Արաբիան կպատասխանի Իրանին, սակայն Էրիադը հետաձգում է գործողությունները իրանական սպառնալիքի պատճառով։ Ինձ ասացին իսրայելցի պաշտոնյաները։ Իսրայելի գնահատականն այն է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է պատժել Իրանին իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության համար, նշել է Քոհենը։ Եվրոպայի պաշտպանության հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը նշել է, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառով ԱՄՆ-ն չի կարող ապահովել բավարար զենք, ինչպես ծոցի երկրներին, այնպես էլ սեփական բանակի եւ Ուկրաինայի համար։ Ամերիկացիները չեն կարող բավարար հրթիռներ տրամադրել ծոցի երկրներին, իրենց բանակին եւ Ուկրաինային։ Իրավիճակը իսկապես կրիտիկական է, ասել է Կուբիլյուսը։ Վերջինս հավելել է. մենք պետք է շատ հրատապ եւ արագ կերպով զարգացնենք հրթիռային արտադրությունը։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 9-ին 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-ից 12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Մարտի 9-ին Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի եւ Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամուշ գնացում 13-ից 15 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 9-ից 10-ը գիշերային ժամերին կնվազի 2-ից 4 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 9-ից 12-ը 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։